կուզեմ խոսեմ այս բյուջեի առանձնահատկությունների մասին եւ այն բյուջետային գործընթացների փոփոխությունների մասին, որը տեղի է ունեցել այս տարի, որովհետեւ որոշակի առումով տարբերվում է դա նախորդ տարիներից, առաջին փոփոխությունը նա է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակը մենք հաստատել ենք 5 տարով, ոչ թե 3 տարով, ինչը իրականացնում էինք նախկինում, եւ միջնաժամկետ ծախսային ծրագրի մեջ չենք ներկայացնում հիմա առանձին ծախսային ուղղությունները, այլ միայն ներկայացնում ենք ամեն գերատեսչության մասով քաղաքականության հիմնական ուղղությունները եւ սահմանաչափերը։ Էականը այստեղ բացի նրանից, որ երկարացրել ենք հեռանկարը, նաեւ միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատել ենք ավելի շուտ, քան նախկինում։ Եթե նախկինում միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատվում էր հուլիսի սկզբին, հիմա այն հաստատել ենք հունիսի սկզբին եւ հաջորդ տարի պլանավորում ենք դա իրականացնել մայիս ամսվա ընթացքում։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ մենք միջնաժամկետ ծախսային ծրագրից մինչև բյուջեի հաստատման համար ունենք ավելի շատ ժամանակ, ավելի մանրամասն քննարկելու բազային բյուջեն եւ դրա առանձնահատկությունները, ինչպես նաեւ տարբեր քաղաքականությունների առաջնահերթությունը։ Հաջորդ կարևոր փոփոխությունը նա է, որ բյուջեն այլևս ներկայացնում ենք եռամյա հեռանկարով։ Այսինքն սա 1 տարվա բյուջե չի, այսինքն ըստ էության հաստատվում է 1 տարվա բյուջե, սակայն միաժամանակ ներկայացվում են 3 տարվա ծախսային շրջանակը։ Անցած տարի մենք մի փոփոխություն արդեն արել էինք, որ բյուջեի հետ ներկայացրել էինք նաև մակրոտնտեսական ֆիսկալ շրջանակը։ Բյուջեի ծախսերի եւ եկամուտները ներկայացրել ենք խմբավորած ըստ գերատեսչությունների, այսինքն կառուցվածքը բյուջեի փոխվել է եւ հիմա ավելի պարզացնելու եւ հասկանալի դարձնելու համար թե ազգային ժողովի падգամավորների եւ թե մեր հանրության համար բյուջեի կառուցվածքը այլևս հիմնված է գերատեսչական բացվածքի հիման վրա։ Ներկայացվել են բազմամյա պարտավորությունները։ Ինչի է սա կարևոր, որովհետեւ մենք հաստատում ենք ըստ էության 1 տարվա բյուջե, բայց մենք գիտենք, որ կառավարությունը ունի բազմամյա պարտավորություններ եւ կարեւոր է տեսնել, թե այդ ծախսերը, որը մենք իրականացնելու ենք հաջորդ տարի, ինչպիսի ազդեցություն են ունենալու նաեւ դրա հաջորդող տարիներին։ Մենք առանձին հավելվածով ներկայացրել ենք պետական մարմինների կողմից օգտագործվող գույքի շուկայական արժեքը, որովհետեւ ուզում ենք ավելի թափանցիկ ձևով ցույց տալ, թե պետական կառավարման համակարգը ինչպիսի ծախս է իրենից ներկայացնում։ Մինչև այդ ծախսերը ներկայացված չէին բյուջեով։ Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ տարի կկարողանանք արդեն այս ծախսերը ներկայացնել բյուջեի ծախսային հոդվածներում, որպեսզի ամբողջական մեկ տեղում падգամավորները եւ քաղաքացիները կարողանան տեսնել, թե պետական կառավարման համակարգը ընդհանուր առմամբ որքան է ծախսում իր աշխատանքը կատարելու համար։ Եվ նաեւ անցած տարի առաջի անգամ ներդրել են կապիտալի փոխանցման, կապիտալ ծախսերի փոխանցման համակարգը, որով մի տարվա մեջ չկատարված, սակայն պարտավորությունները ստանձնած կապիտալ ծախսերը հնարավորություն ենք տալիս տեղափոխել մյուս տարի եւ առանց ավելորդ վարչահարության այդ ծախսերը ավարտին հասցնել հաջորդ տարվա սկզբում։